Սրտանց փառք սիրելներ։ Ես հասկանում եմ ամենալավ վայրը եկեղեցում լինելն է, որտեղ Հիսուսն անդեղ է, որտեղ Հիսուսն այցելում, որտեղ Հիսուսի մասին են խոսում, երգում են նրան, փառավորում են նրան, ուր ուզում եք գնացեք աշխարհում, ինչ երկիր, ինչ տեսարժան վայրեր, ամենալավը եկեղեցում լինելն է։ Եկեղեցին դա Քրիստոսի մարմինն է։ Քրիստոսի հետ ձուլված անձեր են, եղբայրներ քույրեր։ Մեզ դժոխքի վախը չպիտի բերի հավատքի։ Մի օր այդ վախը կկորցնենք, էլ չենք գետա Հիսուսի հետևից։ Մեզ իր սերը պիտի քաշի հավատքի։ Իր սերը պիտի կապի մեզ։ Դրա համար առաքյալները այս ուղղությամբ ես դրա համար Աստծո սիրո մասին իհարկե ինչքան էլ խոսենք հավիտենություն էլ հերիք չէ նրա սիրո մասին խոսելը։ Ես կարդում եմ մի համար ու փորձենք այս համարի վերաբերյալ հավատք եւ ճանաչություն ստեղծել։ Առաջի Հովհաննես 4-րդ գլուխ 16 խոսք։ Առաջի Հովհաննես 4-րդ գլուխ 16 խոսք։ Եվ մենք ճանաչեցանք, հավատացինք այն սերը, որ Աստված մեր վրա ունի, Աստված սեր է։ Ան որ սիրո մեջ կբնակի, Աստծո մեջ կբնակի եւ Աստված անոր մեջ։ Այսինքն, եթե այդ սերը չճանաչեցինք, չհավատացինք այդ սիրուն, մենք Աստծո հետ ոչ մի կապ չենք ունենա։ Ոչ մի։ Աստծո հետ մեկանալ։ Աստված քո մեջ, դու իր մեջ։ Աշխարհում չկա մի Աստված, որ սեր լինի, բացի Աստծուց, մեր Հորից, Որդուց եւ Սուրբ Հոգուց։ Նա սեր է։ Նրա սիրո զգացմունք չունի, իր անձն է սեր։ Իր անձը սեր է։ Դա հասկանալու համար, եթե ես հոգևոր կյանքում 3 կարևոր բաների վրա եմ ուշադրություն դարձրել, այս 54 տարի հավատքի մեջ եմ համարյա։ Իր գիրքը կարդալով, որ իր սերը ճանաչեմ, իր Սուրբ Հոգու հետ կապ ունեմ, որ իր սերը ճանաչեմ, էսի ամենակարևոր հարցն է։ Հոգևոր կյանքում ճանաչես ու հավատաս նրա սիրուն։ Որտեղ ով որ նայեք ինչ է գրած։ Ան որ սիրես Աստված չի ճանչնալ, վանզի Աստված սեր է։ 8-րդ խոսքը, նույն գլխի 8-րդ խոսքը։ Մի անձ որ սեր է, այդ սիրուն որ չես սիրում, այդ սերը չես ճանաչում, այդ սիրուն չես հավատում, դու Աստծո հետ ինչ գործ ունես։ Մարդը 30 տարի հավատացյալ, 40 տարի հավատացյալ, տեսել եմ տես մարդկանց։ 54 տարի հավատքի մեջ եմ, ինչքան տեսած կլեմ տես մարդիկ։ 30 տարի գալիս են չեն ճանաչում, 40 տարի գալիս են չեն ճանաչում։ Եվ տենց են մեռնում էթում են։ Չեն ճանաչում, ով Աստված։ Ես որ նոր եկա հավատքի, դռան հետ եմ նստած, բոլիր վրա, այդվար ժողովարան չկար, սենց բաներ չկար, այսքան մեղքը չէր զարգացել։ Նստած լացում է ասում Հիսուս ջան, ես պիղծ մարդ եմ, դու ինձ չես սիրում, բայց մի հատ երեխա տեսավ Շավարշ եղբայրը մեր խմբի ղեկավարն էր ժամանակ, ասեց Շավարշ եղբայրը դռան հետ եմ նստած եղբորն ասա, որ Աստված քեզ սիրում է։ Ճիշտ է, մեկ քիչ նենց միտքս փոխվա, բայց չհասկացա էլի, թե ինչ է նշանակում Աստված սերը, չհասկացա։ Ով որ Աստծո խոսքի հետ լուրջ մտերմություն ունի, նա կհասկանա Աստծո սերը ինչ բան է։ Ով որ ամենաթանկ անձը քո համար Աստվածաշունչը չի։ Երկակնդի վրա նայեք։ Աստծուց բանը մնացել իր գիրքը։ Ուրիշ բան չկա Աստծուն։ Այս տիեզերքը ստեղծել է ինքը, ամեն ինչը ստեղծել է ինքը։ Եվ ոչ մի բանի մեջ իր շունչն ու հոգին չի դրել, բաց իր գրքի մեջ։ Եթե այս գիրքը քո ամենամտերիմ, ամենահարազատը, ամենաթանկը չես աշխարհում,
դու ավանդացյալ չես դառնա։ Աստված իր խոսքերը իր բոլոր աններից վերադրել։ Ես որ եկա հավատքի, որ կարդացես խոսքերը, չեք պատկերացնի, ինչ նվիրվածությամբ եմ նվիրվել ես գրքին։ Լույսը բացում եմ, կարդում եմ ինչեմ 8 տալը։ Եթե մի համասան 8 ժամ սուրգիրք եմ մշակում։ Որտեւ կյանք կար ես գրքի մեջ։ Ես գրքի մեջ կյանք կա։ Եվ Պետրոս ինչ ասում։ Ուր գնանք։ Դավիթական կյանքի խոսքեր ունես։ Ուր գնանք։ Կյանք։ Այս աշխարհում կյանք չկա։ Այս աշխարհում մեղքի զվարճություն կա։ Ուզում ես ամենահարուստը, ուզում ես ամենագիտնական, ինչ ուզում ես եղի։ Դու կյանք չունես։ Ես մի բան ասեմ, բոլոր մարդիկ ձանձրանում են։ Այն ամենահարուստները ձանձրանում։ Պրեզիդենտները ձանձրանում, սաղ ձանձրանում են։ Ինչ են ձանձրանում։ Որտեւ իրանց ներսը մեղքի թակավորություն կա։ Այդ մեղքի թակավորությունը չի թողում որ չձանձրանան։ Իսկ ես 54 տարի եմ, մի օր չեմ ձանձրացել։ Որտեւ իմ ուշադրությունը ինքն է։ Ինքն է իմ կյանքը։ Ես միշտ մեռնում եմ, որ նա ապրի մեջ։ Ես հասկանում եմ ում համար եմ մեռնում։ Սիրո Աստծո համար եմ մեռնում։ Պողոս առաքյալ ամենատեն մեռնում էր։ Ամեն օր մեռնում էր։ Ամեն օր մի օր չկա, նույնիսկ միտեղ գրած ամենատեն մեռնում էր Հիսուսի մահով։ Նա հասկանում էր սեր ինչ բան է։ Աստված սերը։ Մի հատ ընտանիք կար, որ ջահելները իրար հետ մեռնում են։ Մի հատ մեծ մարդ չկա, դրանց տան մեջ մի հատ 60 տարեկան մարդ չկար։ Սաղ ջահել մեռնում է։ Ես մտածում եմ, Տեր Աստված, մեղ չեն այդ ջահելները մեռնում են։ Մի հատ մեծ մարդ չկա դրանց ընտանիքում, ոնց որ Աստծուն մեղադրեի։ Չէի հասկանում։ Բայց երբ որ կարդացի այս խոսքը, քանզիր կամքով նեղություն չի տալիս, մարդկանց որդիներին չի տրտմեցնում։ Այ քեզ բան։ Եսի որ կարդացի առաջ անգամ, կպավ սրտիս, ասի ուրեմն իր կամքով, եթե մի անձ այնքան սիրի, որ քո տեղը մեռնի, նա ոնց է քեզ ցավացնելու։ Ինչ ելում են Աստված արեց, Աստված արեց, Աստված արեց։ Սաղ Աստծո վրան են գցում։ Մի հատ սատանի վրա չեն գցում, մի հատ իրանց վրա չեն գցում։ Լուշադիրն է ինչա գրած։ Ողբ Երեմիա 3:33-ը, 3:33։ Քանզի իր կամքով նեղություն չի տալիս ու մարդկանց որդիներին չի տրտմեցնում։ Ո՞վ է մեզ տրտմեցնում։ Ո՞վ է տրտմեցնում ինձ ու քեզ։ Այս աշխարհում ով կարա մեզ տրտմեցնի։ Ամեն ինչ սուրբ գրքով եմ ուզում տեսնեք դուք։ Ոչ թե մեր խելքով, ապա սուրբ գրքով։ Տեսեք ինչ է գրած։ Քո չարությունները քեզ պիտի խրատեն։ Պավել, քո չարություններն են քեզ խրատում։ Քո անհավատարմությունները քեզ պիտի հանդիմանեն։ Արդ գիցին ու տեսեք, քեզ թարբան է, որ քո Տեր Աստված կթողուս եւ քո վրա իմ վախը չկա, կսե զորած Յովատերը։ Քո չարությունները, քո անհավատարմություններն են քեզ պատժում։ Երեմիա 2:19, Երեմիա 2:19։ Նեհեմիայի գրքում սրանք Սուրբ Հոգին կանգնեցել է, երբ որ ուսումնասիրում է Սուրբ Գիրքը, Սուրբ Գիրք ուսումնասիրում է։ Կապվում է Սուրբ Գրքի հետ, Տերը բացում է քեզ, որպեսզի դու սովորես։ Ես սովորեմ։ Նայեք ինչ է գրած գրքի մեջ։ Սակայն բոլոր մեզի պատահած բաների մեջ դու արդար ես, քանզի դու ճշմարտությամբ արիր, բայց մենք անօրություն արինք։ Էսի եզակի կարդամ։ Սակայն բոլոր ինձի պատահած բաների մեջ դու արդար ես, քանզի դու ճշմարտությամբ ես անում, բայց ես անօրություն արեցի։ Նեհեմիա 9:33։ Իմի ուշադիր նայեք, ինչու է ինքը արդար ու բարի։ Ինչու է ինքը արդար ու բարի։ Սուրբ Գիրքը, որ ուսումնասիրում ես, կարդում ես, Սուրբ Գիրքը քո աչքերը լուսավորում է, դու տեսնում ես ինչի ինքը արդար է, դու մեղավոր ես։
Տերը բարի եւ ուղիղ է, շատ բարի ուղիղ է։ Անոր համար մեղավորնենք սովորեցնել ճամփան։ Ամենապիղծ մեղավոր մարդին սովորեցնել է ճանապարհը։ Սաղմոս 25:8 Տերը բարի եւ ուղիղ է։ Գերգեսացի դիվահարը ինչքան պղծություն անի, որ 2000 դևեր մտնեն նրա մեջ, որտեղ 2000 խոզերի մեջ մտան։ Ինչքան պիղծ է այս մարդը։ Այնքան պիղծ է, որ սատանին էլ պետք չի։ Շպրտերը գերեզմանոցում չեղ կրտում էր, ինչ անում էին, չէին կարում նրան վերև բռնեին։ Ոչ մեկը չէր կարում նրան տիրել։ Ոչ մի մարդ։ Հիսուս մենակ այդ մարդի համար նստավ նավը։ Գնաց այդ մարդին բուժշկեց եւ ասեց գնա քո տուն, վկայի ինչ արեց Աստված քեզ։ Այդպիսի այդ մարդը, որ 2000 լեգիոներ միշտ հայում էր այդ մարդը Աստծուն։ Պղծության մայրաքաղաք էր այս մարդը։ Պղծության մայրաքաղաք։ Այսպիսի բառ ով կարա քեզ ասի։ Լենայտես ինչ է գրած գրքի մեջ։ Այս հրաշալի փառավոր սուրբ գրքի մեջ տեսեք ինչ է գրած։ Թեև դու շատ հոմաների հետ շնություն արիր, մի հատ չէ, 100 հատ չէ, 1000 հատ չէ, ուզում միլիոն հատ արածել ես։ Նորեն ինձի դարձիր քսետերը։ Սենց բան ով կար ասի։ Բացի Հիսուսից ոչ մեկ չի կար ասի։ Հայր Աստծուց եւ Սուրբ Հոգուց։ Ինձի դարձիր։ Ինչքան ես պղծություն արել։ Ես քեզ սպասում եմ։ Չի նայում քո մեղքերի չափին։ Այդ բոլոր աշխարհի բոլոր մարդկանց մեղքերը քավել է Հիսուս։ Քավել է։ Քավել նշան պատիժը կրել։ Գիտես պատիժը ոնց է կրել։ Զի բացել է Սուրբ Հոգին, որ կրակի լճի մահը կրել է։ Դե տառապանք ապրել է, երբ որ հայրը թողեց իրան։ Մեղքի վարձքը կրակի լիճն է։ Եթե ինքը տառապանքը չկրեր, մեզ ոնց էր քավում մեր մեղքը։ Սաստի գոչումով արցունք արի խաչի վրա, երբ որ հայրը թողեց իրան։ Այն մարմնավոր ծեծը, ջարդը, թուք ու մուրետի զրոյա։ Այդ սերն է հաղթել աշխարհին։ Այդպիսի անձ չկա աշխարհում։ Պատկերացնում եք որբևարի կինը ողբում է իր երեխու համար, դիակը տանում են թաղելու։ Այդ մի հատիկ երեխան է։ Ով կարար կանգնեցնել այդ դագաղը, հարություն տար նրան եւ տար մորը, դա միայն Հիսուսը կարող անի, եթե մեկն էլ անում էլի Հիսուսյանով անում։ Պետրոս ինչ ասեց։ Պետրոս ասեց. ինչ է մեր բարեգործության, մեր բարությամբ ենք արել, այլ Հիսուսի անունը բուժես նրան։ Ասեց ոսկի արծաթ չունենք, Հիսուսի անով վեր կաց ու քայլի։ Հիսուսը տվեց նրան։ Եղբայրներ քուրեր, ով կարա մեռելին հարություն տա, ով կարա տես բաներ անի, նա տիեզերքի արարիչ իջավ երկիր, հղիացավ ընդեղ, որտեղ ես ու դու ենք հղիացել, մենք հղիացել ենք մեղքի պորտալարը մեր հետ բերելով, իսկ ինքը առանց մեղքի պորտալարից ծնվավ ընդեղ, որպեսզի ընդեղից մեր մեղքի պորտալարը կտրի։ Նա ունի սորություն, ունի ուժ, նրա մոտ անհնարին ոչինչ չկա, նա սեր է, սեր, այս աշխարհին սիրով է հաղթել, սատանային սիրով է հաղթել, դևերին սիրով է հաղթել, մահին սիրով է հաղթել, գերեզմանին սիրով է հաղթել։ Ասենք փառքես, մի հատ ջգերով ասենք փառքես, փառքես, փառավորեք նրան, փառավորեք, նա արժանի է փառքերի։ Տեսեք եղբայրներ քուրեր, ես ինչքան եմ ճանաչում իմ իր սերը, որ մի ժամ հետո աշկերս հանի, ձեռներս կդրի, ոտերս կդրի, ամբողջ մարմինս էլ ворցնցնի, ես 1,000,000% գիտեմ սիրուց հանում։ Ինչու աշկերս հանում, որպեսզի այդ աշկերը վատ բան չտենան, չցանկանան։ Ինչա ձեռներս, որ ձեռներով ես մեղք եմ գործում, ոտերով մեղք եմ գործում։ Ինձ ворցնցնում է, որ մարմնից հրաժարվեմ,
աշխարհ։ Դրա համար անձի որդունցնում։ Մի հատ հարց տամ ձեզ։ Հոբին ինչի համար այդ տառապանքը տվեց։ Աստված նայեք ոնց է մտածում մարդի մասին։ Քանզի մենք իհարկե պիտի մեռնենք, գետին թափանցուրինք նմանին, որ մեմնալ մեկտեղ չի ժողովի։ Աստված մարդի հոգին չի առնում, ապա միջոցներ կնարե, որպեսզի աքսորվածը իրենից աքսորված չմնա։ Ո ասես բանան ու բացի Աստծուց։ Երկրորդ Թագավորաց 14:14։ Նա չի ուզում մի մարդ ժողկեթա։ Նա միջնորդ ամբողջ մարդկությանը։ Նա կյանք հադրես մարդկության համար։ Ոչ մեկը Աստված մարդացավ, որպեսզի մարդիկ տեսնեին Աստծուն երկրագնդի վրա։ Եվ պատկերացնում եք, տիեզերքի արարիչը ծնվում է Մսուրում։ Մսուրում ծնվում է ինչի համար։ Նաև տեղել մի օրհնություն կա։ Այդ Մսուրում ինչքան կապված անասուններ կան, բոլորը մորթվել են մեղքի համար, թե այծ, թե խոյ, թե արջար, թե հեց, թե ինչ։ Որպեսզի այդ անասուններն են մխիթարի։ Որ այդ անասունները այլևս մեղքի համար զոհ չլինեն։ Իմանա, որ իրաց տեղը մորթվում է Հիսուսը։ Ասենք փառքես։ Ինչպիսի սերանա։ Դա ուրիշ է, չկա այս աշխարհում նրա նմանը։ Ես ամեն օր հիանում եմ իր փառքից, իր սիրուց։ Չկա իր նմանը տիեզերքում։ Որ սեր է նա, սեր է։ Իր անձը սեր է։ Էսի մենք չենք հասկանում։ Բայց եթե այդպես չանեք, Տիրոջ դեմ մեղք գործեք, գիտեք, որ ձեր մեղքերը ձեզ պիտի գտնի։ Քեզի Աստված չի պատժում, քո մեղքերն է պատժում։ Մենք մեղք ենք գործում, այդ մեղքը մեզի գտնում պատժում է։ Սա գրված է Թվոց 32:23-ը, 32:23։ Աստված գիտի։ Գիտի ես ու դու ինչ կառուցվածք ունենք։ Նա ինչ թույլ տա, որպեսզի մենք լրիվ խաչվենք։ Ինքը դա անում է մեր օգուտի համար։ Հիմի Հոբին ինչի է տառապանքը տվեց։ Մի հատ գնանք Հոբի տունը, պատկերացեք 10 դիակ դրած։ Կինն դե անարգում է իրան, ինքն է որդնած։ Ով կհավատա, որ այդ մարդի հետ Աստված կարող է լինել։ Ոչ մեկը չի հավատա։ Եվ ինքն էլ ասում, Աստված ինձ թողեց։ Գրած է գրքի մեջ։ Զիս իմ փառքից մերկացրեց։ Գլխից թագը վերցրեց, այդ թագը պետք է ծաղկեր, բայց չծաղկեց։ Զիս ամեն կողմից ավրեց, ես գնացի, իմ հույսը ծառի պես արմատից խլեց։ Դրիվ չնջեց սրա փառքը։ Եվ ինքն էլ ասում է այս մասին. Երանի թե առաջին ամիսների պես, Աստծո զիվ պահած օրերի պես լայի, երբ անոր ճրակը գլխուս վրա լույս կտար, ես խավարի մեջ անոր լույսով կքալեի, երիտասարդության օրերին եղածին պես, երբ Աստծո մտերմությունին վրանից մեջ էր մտերմությունը, երբ ամենակարողը տակավին ինձ հետ էր, տղարքս էր իմ բոլորտիքս էին, երբ իմ ճամփաներս կոգյոք թրջեր, ապարաժեն ինձի համար ձեթի հեղները կվազեր, եւ դրնեն քաղաք ելնի, աթորս հրապարակի մեջ կդնեի։ Այնտեղ շարունակություն գիտեք, 29 գլուխ։ Ասма, երեխեք, երբ որ Աստված իմ հետ է, իմ երեխեքներ իմ հետ էին։ Սա նշանակում Աստված թողել է այս մարդին։ Բայց այս մարդը, ես զարմանում եմ սրա հավատքի վրա։ Զարմանում եմ, ապշում եմ, տեսեք ինչ ասում, բայց տակավին աս մխիթարություն տունամ, անվողոն ցավի մեջ պիտի ուրախանամ, որ Սուրբի խոսքերը չուրացա, անվողոն ցավի մեջ, կյանքը տենում Աստծու մեջ եւ իր խոսքի մեջ, ուրիշ տեղ կյանք չի տենում։ Սա Հոբի 6:10-ն էր։
13-15 Թևանիկա զիսպան է, ես անոր պտի ուսամ։ Այդքանից հետո ասում են զիսպանի էլ, նա գիտիր Աստվածը սեր է։ Դրա համար փառավորում են ասում։ Հեղիուսը եղբայրներ շատ զորավոր հոգևոր մարդ է եղել, այն երեքից զորավոր է եղել, եւ նա շատ խելացի է եղել, եւ նա այսպիսի բաներ ասում Հոբին։ Ահա Աստվածը զոր է, բայց մեկին չի առամարել, քեզ էլ չի առամարել Հոբ։ Անակա հզորը իր սրտի զորությունով, սիրով է հզոր։ Հոբի 36:5 տեսնեք, ով սածս մտիկ արա, կայնի մի առաջ կնա քեզ արդարացրա, Աստծո սքանչելու մտածի, որ Աստված սքանչելի բան է անում, սա 37:14-ը, և ինքը, երբ որ խելքագալին չի ասում, ինձի սքանչելի բաներ անելով չէ իմանում, որ իրան կոտրում էր, մաքրում էր, սրբում էր իրա փառքից դիրքից, կաղաչեմ մտիկ էր, որպես քեզ զրուցեմ, քեզ հարցնեմ ինձի սովրեցուր, ես քո ականջի լրով լսեր էի, բայց հիմա աչքերս տենում ա քեզ, հոգով տենում ա նա, անոր համար իմ անձս առավարում եմ, հողի ողքին նա զղջում եմ, սիրելներ, ինչքան խորն այս մարդը հասկանում, իր անձը առամարեց, բայց ժամանակին մարդկանց շների տեղ չեր դնում, գրված է 30 գլխում, Աստված ամեն ինչ անում է, որ մարդի մեջ կառուցի Աստծո խորան, որ Սուրբ Հոգին փառավորվի ինձ, Սուրբ Հոգին փառավորի հորը, նա եկել է Սուրբ Հոգին իմ ու քո մեջ, որ խորան սարքի մեզ, Աստծո տաճար սարքի մեզ, եւ Աստված ապրի մեր մեջ, մենք չուզենանք ապրել, Պողոսին ման կարողանանք ասել միշտ, ես Քրիստոսի հետ խաչ ելա, Ալևես ես կենթանի չեմ, իմ մեջ ինքնա կենթանի, ես չեմ ապրում, նրա որդու հավատքով եմ ապրում, ապրել Աստված, սեր անձ որ ապրի քո մեջ, դու նպես սեր կունենաս, թշնամուտ եք սիրես, Թշնամին չէ որ երկու բառ ասե քեզ, Թշնամին է որ քո երեխուն էլ մորթի, քեզ սպանի, էդի է թշնամին, թշնամուն սիրես, նրա համար արցունք տափես, նրա համար ողբաս, թշնամուն սիրել, այսօր մարդիկ կան հավատացյալ, երկու քուրեր իրար չեն սիրում, մեր ու աղջիկ են իրար չեն սիրում, երկու հավատացյալ են, չեն սիրում իրար, բայց Աստված ասում է թշնամուն սիրիր, ես այս խոսքը որ առաջի անգամ կարդացի, ասի ես հավատքի եմ եկել որ թշնամուն սիրեմ, Սուրբ Հոգին բացեց, այո պտի սիրես, և ինձի հայողին, վերջի խոսքեր ասողին, բռնել եմ, պաչել եմ, եղբայրներ քուրեր, Աստված սերա, Աստված զրի է սիրում մարդին, փողով չի սիրում, մենք թշնամի ենք, մենք իրան խաչող ենք, ես հիշում եմ, եղբայրներ քուրեր, կենթանի հայտնություն եմ տեսել ես, երիտասարդ ժամանակ, բոլորը գոռում էին խաչեք, մի հատ մարդ այնքան ուժեղ է գոռում այդ բազմությունից ուժեղ, գնացի տենամով է, տեսա ես եմ, ես տենց դավաճան, տենց սրիկա, տենց կեղտո, տենց ստոր մարդ, որ տեսա ինձ, հայում է Հիսուսին, մեխերիմ ձեռներ, տանջում է իրան, ասում է, պիղցիթը դուր ես, սուրսիտ ես ունեմ, ես անարգում էի վերջին ձևով իրան, և մխում է իրան, մեխելու ձեռից ձերք դուրս եկավ, գլուխս ճոյում են, և ասում են ինձ, քեզ սիրելուց եմ մարդվում քո տեղը, ինչպես չսիրել այդպիսի Աստծուն, ինչպես չնվիրվել այդպիսի Աստծուն, որ մորթում ես իրան,
խաչում ես իրան։ Նայեք խաչի վրա նրա սերը։ Բոլոր խաչողներն ասեց, հայրների չեն հասկանում։ Մտածում էր մոր մասին ասեց, ահա քո որդիդ։ Աշակերտի մասին ասեց, ահա քո մայրդ։ Մտածեց աշակերտների մասին, մտածեց մոր մասին, մտածեց իրան խաչողների մասին, մտածեց անգամ են ավազակի մասին, եւ որ ասեց, ինձ է դրախտում կլնես։ Բոլորի մասին մտածեց, սեր իրա մասին չի մտածում։ Եթե դու սիրում ես Աստծուն, քո մասին մտածելու կարիք չունես։ Այդ սերն է մեզ ստիպում, որ մենք խաչվենք։ Այդ սերը ով է բացատրելու մեզ։ Այդ սերը մեզ սովորացնում Աստված։ Եվ քո անունը անոնց ճանչցի։ Ու պիտի ճանչցնեմ։ Աստված է մարդին ճանաչեցնում իրան, իր սիրո մասին։ Որպեսզի այն սերը, որը դու սիրեցիր, անոնց մեջ լա, ես էլ անոնց մեջ։ Ինքն է բացում։ Այս որ ես խոսում եմ, ինքը որ բացած չներ։ Ես չէի կարող խոսալ։ Լրիվ ինքն է։ Իր շնորհքն է։ Մեզնից ոչինչ չկա, եթե մի լավ բան ենք ասում։ Մենք անպիտան մարդիկ ենք։ Ինչքան մեծ գործ անենք, մեծ անպիտան ենք։ Հիսուս ասեց, հրամայված ինչ որ անեք, ասեք մի մոռացեք, որ դու անպետք եք։ Ես հավիտյան անպետք եմ։ Բայց իմ ման անպետքի սիրում անա։ Փարքիր։ Ինչ Աստված է, սեր անա։ Այդ սերը ստեղա։ Այդ սերը անձը ստեղա։ Ընկիրա գիրկը։ Ինչ ուզում հարասնես, ընկիրա գիրկը։ Նա քեզ կբուժի։ Քո հոգու ցավը ոչ մեկ չգիտի, բայց նա գիտի հոգի ինչ բան է։ Հոգին գրկել գիտի ինչ բան է։ Ոչ մի մարդ հոգի չի տեսել, ոչ էլ կարող է տենալ։ Բայց նա այդ հոգին ինքն արարել, այդ հոգին տեսնող ինքն է, որ գրկի, համբյուրի քո հոգուն։ Մարդիկ քո մարմին են համբյուրել մինչև այսօր, բայց մեկը կա, որ քո հոգին կարող է համբյուրել։ Դրա անունը սեր է, ասենք փառքես Հիսուս, քո սիրո հոգին բնակվել է իմ մեջ, որ իմ հոգուն համբյուրի, իմ հոգը զուլվի։ Եվ ես ու Աստված մեկանանք, այդ աղոտ կարել է Հիսուս խաչի վրա, ճանապարհին ասում էր հայր, ինչպես ես ու դու մեկ եք, նրանք մեր մեջ մեկը լեն։ Եմ փառքը որ տվել ես ինձ, ես տալիս եմ իրար, որպեսզի մեկանան իմ հետ։ Եղբայրներ, քուրեր, Աստված սեր անձը։ Դրա համար նա ուրիշ սևյա սիրում մեզ, ուրիշ սևյա սիրում։ Այս մարդին, որ կարդացի, ճանաչման Հովանի ավետարան 17:26 է։ Եվ ես խորը համոզված եմ, որ եթե սերը մեր մեջ չեկավ, այդ սերը չապրեցինք, մենք իրար չենք խաչվի, կարդում եմ։ Վանզի Քրիստոսի սերը մեզ կստիպի, ինչպես այդ սերը Հիսուսին ստիպեց եկավ աշխարհ մեռավ, կստիպի մեր դատում այս է, եթե մեկ ամենամար մեռավ, ուրեմն ամենալ մեռան։ Ամենամար մեռավ, որպեսզի կենդանի եղողները ալ իրենց անձերին կենդանի չլան, հապա անոր որ իրենց համար մեռավ ու հարություն առավ։ Այդ սերը կստիպի ինձ քեզ, որ մեռնենք իր համար եւ ապրենք իր համար։ Սա գրված է երկրորդ Կորինթացիս 5:14-15 համարները։ Եղբայրներ, քույրեր ջան, ես աղաչում եմ ձեզ, խնդրում եմ ձեզ, բտերմացեք Սուրբ Հոգու հետ։ Պողոս առաքյալ ասեց, ես չեմ հանձնում ձեզ հովիվներին, հանձնում եմ Աստծու նրա շնորհած խոսքին։ Գործ առաքելոցում հովիվներին կանչեց եւ նրանց հետ արցունքով էր խոսում, 3 տարի արցունքով սրուցում էր հովիվներին, որ ձեր անձերը նվիրեք Աստծուն եւ նրա շնորհած խոսքին։ Եվ կարող է շինելու եւ բոլոր սրբածներով ժառանգություն տալու։ Եղբայրներ, հանձնվենք։ Ինքը գնել է մեզ իր այրնով, թե չի գնել։ Որ գնել է իրան ենք պատկանում, մեզի չենք պատկանում։
Իրան եք պատկանում, մեզի չենք պատկանում։ Մեր հոգին, շունչը, մարմինը։ Հələ տեսեք, Աստծո սերը ճանաչող մարդկանց ինչպիսի օրհնություն է տալի։ Այդպիսի օրհնություն, որ ուզենաս, դու հասկանաս, ստեղծես չես կարող։ Հələ նայեք տեսեք ինչ է գրած։ Այսինքն ճանչնալ Քրիստոսի սերը, որ գիտության կերազանցն է։ Ինչքան հոգևոր գիտություն ունես, ամենագերազանց գիտությունը Աստծո սերը ճանաչելն է։ Եվ տեսեք ինչ ասում։ Տեսեք ինչ ասում։ Ճանչնալ Քրիստոսի սերը գիտության կերազանց, որպեսզի լցվի Աստծո ամեն լիությունով։ Մի հատ այցելություն չի, մի հատ օրհնություն չի։ Ամբողջ լիությունով լցնի ինքով ներսը, լցնի մեր ներսը, իր ամբողջ լիությամբ։ Եփեսացիս 3:19, Եփեսացիս նորից կարդամ այդ համարը, այսինքն ճանչնալ Քրիստոսի սոր գիտության կերազանցն է, որպեսզի լցվի Աստծո ամեն լիությունով։ Փառք Տիրոջը, փառք։ Ասաբա փառքեր, մեր Աստված սերա, սերանա, այս սիրով մկրտում է մեզ, որպեսզի մի մարմին լինենք, մկրտում ենք մեզ, որ մի մարմին լինենք, իմ մարմնի անդամները իրար հետ կռիվ չեն անում երբեք, մի մարմին, եկեղեցին մի մարմին է, վերջի դարի եկեղեցին պետք է այսպիսի մակարդակ ունենա, այսպիսի մակարդակ պետք է ունենա, հոգին ու հարսը կսեն եկուր, հոգին Սուրբ հոգու մասին է խոսքը, հարսը եկեղեցին է, պետք է այնպես զուլված լինի հոգու հետ, որ նույն կամքն ունենա, հոգին ու հարսը կսեն եկուր, անոր կլսե թող ասե եկուր, անոր ծարավ է թող գա, անոր կուզե կենաց ջուրը ծրի առնել, եղբայրներ քուրեր, սա գրած է Հայտնության 22-ի 17 խոսքը, վերջի դարի եկեղեցին։ Նայեք եղբայրներ ջան, ես զարմանում եմ, թե Աստված ինչպիսի ծրագիր ունի մեր նկատմամբ եւ տեսեք ինչպիսի ուզում է մեզ այնպես օրհնի, մեզ այնպես օրհնի, որ մինչև իր գալուստը իր հետ լինենք։ Հələ տեսեք ինչ է գրած։ Ամեն տեսակ գեշ բաներեն ետ կեցեք։ Ամեն բան փորձեք, բարին ամուր բռնեցեք։ Եվ տեսեք ինչ ասում Աստված։ Ամեն տեսակ փոքր կլինի, մեծ կլինի, միլիարդներ կկորցնես, ինչեր կկորցնես։ Եթե գեշ բանա մի բռնիր։ Ամեն տեսակ գեշ բաները ետ կեցեք։ Եվ խաղաղության Աստվածը, ձեր բոլոր հոգին, շունչը, մարմինը, անարատ պահվի, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալու ատենը։ Հավատալի ման, որ ձեզ կանչեց ու պիտի կատարել։ Սենց խոստում, ով կտա քեզ։ Ամեն տեսակ կեշպաներից հետ կային։ Եվ խաղաղության Աստվածը, քո հոգին, մարմինը, շունչը, ընեց սրբասնի, անարատ պահվի մինչև իր գալուստը։ Այսպիսի օրհնություն, ով կարա քեզ, բացի սեր Աստծուց։ Ասենք փառք իրան։ Շատ կարանք խոսանք, հիմի կանգնենք ոտի։